Ասում Էդուարդ ջան, ձեռնոց հագեք էլի։ Ինքը մաշկի գույն է, ոչ մեկ չի հասկանում։ Երևանի փողոցներից մեկում կարելի է հանդիպել Էդուարդ Հայրումյանին։ Ձեռքին սովորական բահ, կողքին աղբով լիկույտ տեր։ Նա ծրագրավորող է, բայց իր ազատ ժամանակը տրամադրում է մի գործի, որն իր համոզմամբ շարքային քաղաքացին ընդհանրապես չպետք է աներ։ Վերջին տարիներին մայրաքաղաքում հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղներն ու դրանց կուտակումներն էին պատճառը, որ Էդուարդը որոշեց ինքնուրույն անցնել գործի։ Էդուարդը մաքրում է քաղաքի խցանված հեղեղատարները, փորձելով լուծել մի խնդիր, որը տարիներ շարունակ չեն կարողանում անել պատկան մարմինները։ Իմ պատկերացմամբ սա այն խնդիրը չի, որի վրա պետք է ուշադրություն դարձնի քաղաքացին, այս խնդիրը նենց պետք է լուծված լիներ, որ մարդիկ չնկատեին էլ ընդհանրապես սենց խնդիր գոյություն ունենալ իրավունք չկա էլի։ Նրա աշխատանքի մեթոդը բազմաշերտ է, նա ոչ միայն ֆիզիկապես բացում է խցանված դիտահորերը, այլև իր գործունեությունը վերածում է քաղաքացիական ճնշման գործիքի։ Ինչքան հնարավոր է քանդում եմ, ցույց եմ տալիս, որ կա փոսը, կա հեղեղատարը ու հավելվածով հայտ եմ բացում Երևանի քաղաքապետարան։ Գործիքը, որի մասին նա խոսում է, Active Citizen հավելվածն է։ Խնդիրը տեղում լուսանկարելուց եւ հայտը գրանցելուց հետո նա տեսանյութերը հրապարակում է նաեւ Facebook-ում, մատնանշելով պատասխանատու կառույցներին։ Մաքրել հանված աղբը։ Այսինքն ուղարկում ենք քաղաքապետարանին։ Արդեն իրանք համապատասխան այս խնդիրը, հիմա այս հանված աղբը, սա Երևանի քաղաքապետարանի խնդիրն է, պետք է գա եւ տանի ԵԱՍՄ-ի, իսկ դիտահորի հեղեղատարի բացելու շարունակությունը արդեն վիոլա ջրի խնդիրն է։ Արդյունքները թեև մասնակի, բայց կան նրա եւ այլ ակտիվ քաղաքացիների բացացայտերի շնորհիվ Թևոսյան, Ռուբինյանց, Միասնիկյան փողոցներում մի շարք հեղեղատարներ մաքրվել են, տեղ-տեղ նույնիսկ նոր կափարիչներ են տեղադրվել։ Սակայն ըստ ակտիվիստի խնդիրն ավելի խորն է։ Հաճախ պատասխանատուները, օրինակ Վիոլա ջուր ընկերությունը, ըստ նրա կատարում են ոչ լիարժեք աշխատանք։ Խողովակը բացեցինք, պարզ երևում է, որ այս է խողովակը, ինչպես եւ ամենասկզբից պատկերացնում էի, խողովակի ներսը եւս փակված է, հիմա սա փաստացի ձեռքի գործիքներով անհնար է բացելը։ Նրա խոսքով հատուկ տեխնիկա, որի օգնությամբ կարող է րոպեների ընթացքում մաքրել խողովակները, հազվադեպ է կիրառում։ Փոխարենը աշխատակիցները գալիս են դույլերով ու բահերով, կրկնելով այն, ինչ ակտիվիստն արդեն արել է։ Էդուարդ Հայրումյանն այս գործով զբաղվում է արդեն 5 տարուց ավելի։ Երևանի պետական համալսարանի շրջանավարտ է։ Արմատներով Արցախից է, մինչև 2008 թվականն ապրել է Ստեփանակերտում։ Նրա գործունեությունը միայն հեղեղատարներով չի սահմանափակվում։ Ես աշխատում եմ իմ օրվա գրաֆիկի մի հատվածը, դա կլինի մի ժամ, կես ժամ, 10 րոպե, թե ինչքան, տրամադրել քաղաքին։ Եթե ինչ-որ գործ չեմ նախաձեռնում այդ ընթացքում, ապա գոնե մի 5-10 հատ հայտ եմ բացում, թեժգից եմ զանգում, կլինի դա գիշերային լուսավորություն, 4 ծառերի հետ, փողոցի մաքրություն, չգիտեմ, մայթի ասֆալտ, քանդված եզրաքար, նստարանի վերանորոգում։ Այդ ամենից զատ Էդուարդը կազմակերպում է նաև շաբաթօրյակներ եւ ծառատունկեր, հիմնականում սեփական միջոցներով ու անձնական գործիքներով։ Էդուարդի գլխավոր նպատակը, սակայն ոչ այնքան խնդիրները միայնակ լուծելն է, որքան մարդկանց մեջ անտարբերությունը վերացնելը, սրտացավությամբ վարակելը։ Ամենակարևոր կոմպոնենտը իմ բլոգի վարման հետ է, որ մարդկանց մեջ արթնացնենք անտարբեր չլինելը, որպեսզի մարդիկ իրենց շրջակայքի, իրենց բակի առնվազն նկատմամբ չլինեն անտարբեր ու չհանդուրժեն այն ամեն վատը, ինչ տեսնում են իրենց կողքը։ Եվ մինչ պատկան մարմինները շարունակում են իրենց բնորոշ իներտությամբ արձագանքել խնդիրներին, Էդուարդը հերթական դիտահորի մոտ ցույց է տալիս բացված, բայց դեռևս աղբով լի խողովակը։ Նա հանգիստ, բայց վստահորեն նորից բացում է հավելվածը, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ քաղաքը պատկանում է իր քաղաքացիներին։ Նարինե Ղուկասյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։